տալել արցախցիները, որոնք այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Ինչ սպասել։ Տեսեք, առհասարակ իշխանությունը նորմալ իշխանությունների մասին խոսքը ինչ պետք է անի։ Առաջին իսկ օրվանից պետք է զբաղվեր նրանով, որ մարդկանց բնակարանային հարցը ապահովեր, աշխատանքի հարցը ապահովեր, այն ընթացքում, որոնք որ պետք է այս մարդիկ ժամանակավոր, ես կարծում եմ, բնակվեին Հայաստանի Հանրապետությունում եւ արդեն մենք պետք է պահանջ դնենք վերադարձի իրավունքը, որովհետեւ դա միջազգային իրավունք է, արդեն զբաղվենք այդ թեմայով։ Հիմա օրակարգում Արցախի հետ կապված որևէ մի հարց չկա, ոչ վերադարձի իրավունքի, ոչ մշակութային մեր ժառանգության պահպանման հարցի, ոչ այս մարդկանց առաջնային կենսական խնդիրների ապահովման։ Եթե մարդկանց առաջնային կենսական խնդիրների ապահովման հարցը չլուծվի իշխանությունների կողմից, այս մարդիկ նաև իմ բազմաթիվ նամակներ եմ ստանում, այս մարդիկ ուղղակի մնալու են դրսում, չունենալով կեցության հնարավորություն, չունենալով են տարական պայմանները, որով որ պետք է այդ մարդկանց ապահովի պետությունը, որովհետև դա պետության իշխանությունների, ցանկացած իշխանության պոզիտիվ պարտականությունն է, հատկապես իր քաղաքացիների նկատմամբ, որպեսզի դրսևորի ապրումակցման եւ ի վերջո իրենց պահանջների, կենսական պահանջների ապահովման։ Արդյոք ապահովում են այս մարդկանց այդ կենսական իրավունքներն ու իհարկե ոչ։ Եվ այն չնչին ծրագրերը, որ կա, անգամ այդ ծրագրերի դադարեցման խնդիրն է բարձրացվում։ Բայց այս մարդիկ բարից բուն իմաստով ընդամենը իրենց հակի շորով դուրս են եկել Արցախից, թողնելով այնտեղ ամեն ինչ, կենցաղային պարագաներից սկսած, հագուստից սկսած, այդ տարական փոքր բաներ եմ ասում, վերջացած բնակարանով, գույքով, ունեցվածքով եւ այլն։ Հիմա այս մարդիկ աշխատանքի հնարավորություն չունեն, այսինքն պետությունը ծրագիր չի ներկայացրել, որ այս մարդիկ ապահովեն աշխատանքով։ Այս վարձավճարների թանկ պայմաններում, այս օրեցող թանկացումների պարագայում, վերջը ինչ պետք է արվի, կամ պետք է դու ծրագիր ներկայացնես, այս մարդիկ գնան այդ ծրագրով եւ մարդիկ ի վերջո հնարավորություն ունենան իրենց կարողանան պահել եւ քանի որ այդ ծրագրերը չկան, այդ միջոցները չկան, պետությունը պետք է ստանձնի այդ պարտավորությունը։ Տեսեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթող մեր հայրենակիցները, որոնք օրինակ եվրոպական երկրներում են գնում, չէ՞, ինչ վերաբերմունք են արժանանում։ Իրենց տանում են առողջապահությունից սկսած մինչև բնակարանային հարցով ապահովում են։ Սրանք մեր քաղաքացիներն են, մեր քույրերն ու եղբայրներն են։ Եթե մենք դա չանենք, մենք փաստի առաջ ենք կանգնում, բայց ինչպես որ միշտ հիմա էլ իբր թոզ եմ փչում, որ գործ են անում, ծրագիր են անում, բայց ես այդ ծրագիրը ամենայն դեպս չեմ տեսնում։ Ոչ միայն ես չեմ տեսնում, այլ այն հարյուրավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները, որոնք որ անօգնական բռնի տեղահանված ցեղասպանության հետևանքով հայտնվել են մայր հայրենիքում։ Սա մայր հայրենիքն է, սա օտար պետություն չի։ Անգամ օտար պետության պարագայում այդպես չպետք է լինի։ Այնինչ այս մարդիկ սեփական հայրենիքում են եւ ի վերջո այն պարտավորվածությունը, որ կա Հայաստանի Հանրապետությունը, որ ունի Արցախի նկատմամբ, ոչ մի իր պարտականություն իմ գնահատմամբ չի կատարում։ Եվ սա չի կարող ինձ կամ իմ նման մարդկանց չմտահոգել եւ այն հարցերն էլ, որ արդարացի բարձրացնում է ազգային ժողովում, ես դրա պատասխանները չեմ տեսնում, այսինքն կոնկրետ ուղիղ գործնական աշխատանք այդ ուղղությամբ չի տարվում։ Միտումնավորություն տեսնում եք, պարոն Դալայյան, իշխանությունների այս վարքագծի մեջ։ Ես տեսնելով այս վերաբերմունքը, ես այս եզրահանգմանը դեռ վաղուց եմ եկել, բայց քանի որ այդ մտավախությունները փարատելու համար կոնկրետ հստակ գործողություններ պետք է անեն։ Եթե այդ գործողությունները չեն արվում, ուրեմն իմ մտահոգությունները արդեն վերածվում համոզմունքի։ Այսինքն ես ավելի քան պարզ եմ ասում, որ եթե դա չի արվում, ուրեմն ես իրավունք ունեմ մտածելու, որ այստեղ ես միտում տեսնում եմ։ Եթե չլինի, թող հակառակը անի, հակառակը ապացուցի իր գործով։ Ի վերջո ցանկացած իշխանության գնահատականը տրվում է արված գործերով։ Ես այդ արված գործերը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ այդ
16 միլիոնների շրջանակներում մարդիկ, որոնք որ ունեն 2 տուն, ստանում են 3-րդ տունը, որ իմ համար էլի սահմանամերձ գոտիների մասին է խոսքը, որ իմ համար էլի անթույլատրելի է, եթե մենք ունենք բռնի տեղահանված մեր քույր եղբայրներ, իրավունք չունենք մենք ունենանք 2-րդ, 3-րդ, 4-րդ տուն, այս մարդիկ մնան անտուն։ Դա ոչ բարոյական է իմ համար, ոչ էլ ճիշտ է։ Ես այդտեղ դրա ճիշտը չեմ պատկերացնում։ Դա կլինի յուրաքանչյուրի պարագայում։ Այն մեր հայրենակիցները, որոնք որ կրկնում եմ, ունեզրկվել են, հայրենազրկվել են, ցեղասպանության էթնիկ զտման են ենթարկվել։ Սա 15 թվականի շարունակությունն է, չէ՞, այդ ցեղասպանության են էթնիկ զտման, քաղաքականության, թուրք-ադրբեջանական հայրենազրկման։ Հիմա փաստացի այս մարդիկ իրենց փոքր հայրենիքից զրկվել են։ Եվ այս առումով ես շոշափելի քայլեր չեմ տեսնում։ Եվ ի վերջո իշխանությունը ինչ որ մի բայի տեղի է տալի 40+10 ծրագիր, այն ժամանակ, երբ որ օրինակ մեր հայրենակիցները դուրս են գալիս փողոց եւ ճնշում են գործադրում իշխանությունների վրա։ Ուրիշ պարագայում իրենք մտածում են, որ անգամ այդ ծրագիրը հետագա շարունակության հնարավորություն չեն տեսնում, այսինքն կարիք չեն տեսնում դրա։ Հասկանում եք։ Ասում են պետք է ավարտենք այդ աջակցության ծրագիրը, որ մարդիկ գնան բնակապահովման ծրագրից օգտվեն։ Իսկ հակառակը, եթե դու բնակապահովման ծրագիրը ճիշտ անես, այս մարդիկ նենց չի, չէ, որ մեկին բնակապահովման ծրագիր անեն, որի արդյունքում ինքը տուն ստանա, ասի չէ, ես տուն չեմ ուզում եմ փողոցում մնամ, կամ ուզում եմ վարձակալի հետ խնդիրներ ունենամ, կամ ուզում եմ այս տնից այն տուն արդեն, ես մարդ գիտեմ 7 անգամ իր բնակության վայրը փոխել է, որովհետև չի կարողանում այդ գումարի մեջ տեղավորվի։ Ինչա, որ մի մարդ չի ուզում, նորմալ բանական մարդը չի ուզում սեփական տուն ունենալ։ Տուն տվեցին, հրաժարվեցին այս մարդիկ։ Ոնց կարա տես բանը, անտրամաբանական է, կամ ինչ-որ ծրագիր արեցին, որի արդյունքում մարդը կապահովի աշխատանքով, հրաժարվեց այդ աշխատանքով, ցուցակը ներկայացրու, ասա այսքան ես առաջարկ եմ ներկայացրել, աշխատանքի, բնակարանային եւ այլ, այս մարդիկ հրաժարվել են։ Մի հատ օրինակ բերեմ, որ մարդկանց հնարավորություն են տվել տուն ունենալու, մարդ հրաժարվել է։ Մի հատ ասա գործի, աշխատանքի հնարավորություն եմ տվել, այս մարդիկ հրաժարվել են, այդ պարագայում ես ինչ-որ մի կերպ կհասկանամ և ի վերջո ես կներեք, բայց դա չեմ տեսել, եթե անգամ աշխատանք էլ կա, այդ աշխատանքը, այդ 100,000 դրամը կամ 110,000 դրամ կամ 90,000 դրամը ի վիճակի չի լուծել այդ խնդիրը, միգուցե մարզերում հնարավոր լինի, այդ էլ են պարագայում, երբ որ մարդը կրկնում այդ կենսական անհրաժեշտ ամեն ինչ ունի։ Հիմա անգամ Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցները, որոնք որ բռնի տեղահանված չեն, ցեղասպանության էթնիկ զտման չեն ենթարկվել, անգամ այդ մարդիկ այդ աշխատավարձի մեջ տեղավորվելու խնդիր ունեն։ Ինչա, այս մարդիկ այդ ամեն ինչը կորցրած այդ պահանջմունքները չունեն, իրենց պահանջմունքները տասնապատիկ ավելի շատ են, քան այն մարդկանց, որոնք որ ստեղ են ապրել, այդ տարիների ընթացքում գույք են ձեռք բերել, չգիտեմ, կարողացել են ինչ-որ միջափով այս տարիների ընթացքում իրենց կարիքները հոգալ, բայց այսը կնոյց եմ կը, բառից բուն իմաստով, այս մարդիկ իրենց հագած շորով հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Դրանից բխո առողջապահական խնդիրներով,